Դա որոշված աշխատակազմներ, բայց ես ուզում էի պարզապես ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքի վրա պատասխանից ելնելով կամ եզրափակիչ ելույթից ելնելով։ Նախ այնպես ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց կողմից ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացը, որ քիչ է մնում ասես եկեք ամեն օր ընտրություններ կազմակերպեք եւ անցկացրեք, այդքան իդեալական եք կազմակերպում։ Սա որպես հումոր, բայց եթե լուրջ խոսենք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ամեն կերպ փորձեցին շրջանցել մի շատ պարզ հարց եւ մի շարք պարզ հարցի ձևակերպման պարագայում կտեսնեինք, որ իրենց կողմից պարզապես վերաքվեարկությունը պետք է նշանակվի։ Այսինքն, ինչ է ստացվում։ Հունիսի 7-ի ընտրությունից հետո տվյալները սխալ բութքագրելու արդյունքում նախնական արդյունքների ամփոփման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ չի հաղթահարել 4% շեմը։ Մինչդեռ 4% շեմ չհաղթահարելը պարզապես իրենց կողմից սխալ թվերը ներմուծելու հետևանք են։ Հիմա եթե նախնական արդյունքների արձանագրության մեջ ֆիքսվեր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է 4% շեմը, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո պետք է նշանակեր վերաքվեարկություն։ Իհարկե պետք է նշանակել վերաքվեարկություն եւ հետեւաբար ստացվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ գնահատմամբ դիտավորյալ չի ուրեմն ներմուծել տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա։ Տիկին Վարդանյան, դուք լսեցիք ԿԸՀ ներկայացուցիչներին, մեղադրում են դիմողներին, որ հեղինակազրկվում է կառույցը ձեր դիմումների, բողոքների հիման վրա, ըստ էության նշելով, որ այդ խախտումները զանգվածային բնույթ այդքան էլ չեն կրում, ինչպես որ ներկայացվում է։ Նախ սկսենք նրանից, որ զանգվածային բնույթ չկրելու մասին ուրեմն հիմնավորումները դա պարզապես իրենց ենթադրություններն են եւ հակառակը այս ողջ դատավարության ընթացքում դիմորդները փաստերով ապացուցեցին, որ դրանք կրել են զանգվածային բնույթ։ Ինչ վերաբերում է հեղինակազրկմանը, ապա ես պետք է հատուկ նշեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լավ կաներ իր գործողություններով հենց չնպաստեր ԿԸՀ-ի հեղինակազրկմանը։ Ասում են մարդկանց հավատն եք կորտրում ընտրական համակարգի եւ ընտրությունների նկատմամբ այն պարագայում, երբ հսկայական թվով մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Ես շատ կուզենայի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայներ եւ մանդատներ գողանալու արդյունքում մեր ժողովրդին չզրկեր ընտրություններին եւ ընտրական գործընթացին հավատալու հնարավորությունից։ Ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանը կվերականգնի մեր հայրենակիցների հավատը ընտրական գործընթացների եւ ընտրության նկատմամբ։ Վահագն Հովակիմյանը նաեւ ասում է, որ ոնց հաշվար կանենք, մեկ է ԲՀԿ-ն այդ անցողիկ շեմը չէր հաղթահարել, բայց 58,000 ձայները Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հենց սկզբնական փուլում, եթե տվյալները ճիշտ մուտքագրվեին, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախնական արդյունքներով հատում էր 4% շեմը։ Եվ այս պարագայում իրենք 101 հոդվածի պահանջները շրջանցելու հնարավորություն չէին ունենալու։ Հիմա Վահագն Հովակիմյանը շատ բան է ասում։ Թվերը բոլորովին այլ բաների մասին են խոսում։ Եվ արդյունքում, եթե ճիշտ բաշխվի մանդատները, ապա մենք կտեսնենք, որ արդյունքները ավելի մոտ կլինեն ժողովրդի կողմից եղած քվեարկության արդյունքներին, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում բաշխվող մանդատների։